Դուք պետք է բացահայտեք այս ամենը։ Այսօր վաղ առավոտյան այրել են Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող ավտոմեքենան։ Շենգավիթ վարչական շրջանում Արմյուրեեմը զրուցել է Այր Հայաստան խմբակցության անդամների հետ, պարզել, թե ինչից է ամեն բան սկսվել եւ արդյոք սա հաշվեհարդար է։ Տեղեկացնեմ, որ գիշերը ժամը 4:30 անհայտ անձինք մոտեցել են ըստ մեքենայի մոտով անցնելիս, կոտրել են մեքենայի ապակին ու ինչ-որ առարկա են նետել վառվող մեքենայի մեջ, այս պատկերն է այժմ, ճիշտ է գիշերը ես տեղեկություն չեմ ունեցել այդ բանին չեմ եկել, առավոտյան եմ իմացել եւ ներկա եմ գտնվել այստեղ, քննչական գործողություններ են եղել այստեղ, կասկածները այս պահին իշխանության տիրույթում են, դրանից առաջ իհարկե բռնություն էր տեղի ունեցել Մասիվի թաղապետարանում թաղապետի ներկայությամբ։ Կարծում եք, որ փոխկապակցված է։ Այս պահին կասկածները իմ մոտ, միայն կասկածները, եթե չբացահայտվի այդ կասկածները ավելի կխորանան, սա իշխանության տիրույթում է, Նիկոլ Փաշինյանն եւ Տիգրան Ավինյանը պետք է խորամուխ լինեն եւ բացահայտեն այս դեպքը, հետեւաբար այս ամենը մի քանի օրվա առաջվա բռնությունը ծնելու են նոր բռնություններ, նմանատիպ ավելի վտանգավոր արարքներ, իսկ դա ինչ է նշանակում Գևորգ Ստեփանյանը Այր Հայաստան խմբակցության մեր ավականու գործընկերը ակտիվ դերակատարություն է ունենում, բացահայտումներ են կանում իշխանության, քաղաքային իշխանության որոշ տենդերային գործողություններում եւ իրենք փորձում են, կարծում եմ, Մասիվի թաղապետարանի դեպքերով պատասխանել մեզ։ Հաշվեհարդար է այսինքն։ Դե Մասիվի դեպքը այո հաշվեհարդարին է նմանվում, քանի որ բացահայտումներ է տեղի ունենում, իսկ փորձում են իրենք մեզ սրանով լռեցնել, ինչպես տեսել եք դրանից առաջինից հետապնդում է տեղի ունեցել, որը ինչպես տեսակ կոծկվեց, հասանք բռնեցին երկու հոգու, հետո պարզվեց իբր ուրիշ բան էին ուզում անեին, չգիտեմ։ Իրենց տիրույթում է այս ամենը եւ ես նորից կոչ եմ անում Նիկոլ Փաշինյան, դուք պետք է բացահայտեք այս ամենը, այլապես ձեր վրա է պատասխանատվությունը ամբողջությամբ դրվում, այս երկրում հանցագործությունները շատացել են եւ դուք ոչինչ չեք կարողանում առնել դրա դեմը առնելու համար, իսկ այդ կասկածները, որ քաղաքական գործունեությամբ ենք զբաղվում, մեր հանդեպ են տեղի ունենում, Մասիվի դեպքերից հետո անմիջապես դա մեծ կասկածի տեղիք է տալիս, որ այո հնարավոր է, որ այդ միջավայրից լինի այս ամենը։